Ես քեզ սրտան շնորհավորում եմ Սուսաննա ջան, այս գեղեցիկ տոնի արդիվ, մեր բոլորի տոնի արդիվ, ցանկանում առողջություն, երջանկություն, հաջողություն ու իրարից միշտ անփակած լինեք։ Շնորհակալություն, շնորհավորում եմ բոլորիս եւ բոլորին։ Ճիշտ ասած, ես մի խնդրանք ունեմ։ Ես այսօրվա առիթով այս մեր երեկոյի համար հատուկ մի համար էի պատրաստել, շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր մի համար, բայց գալուց ճանապարհին ինձ մեկը հանդիպեց։ Եվ Որին չէին հրավիրել այսօր։ Եվ Շատ խնդրեց, որ մի նամակ ընթերցեմ, եթե թույլ կտաս։ Դե երաժշտական փոստարկը անպատճառ նամակ պետք է ընթերցել։ Եվ երկար նամակ է շուտ։ Չէ, այդքան էլ չի։ Ես արագ։ Աշոտ Ղազարյան։ Արգելի սերունդներ, գրում է ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության վետերան, վաստակավոր գործիչ, նեգրի պես աշխատանքի հերոս, միկրոֆոնը։ Սկզբից ասեմ, որ հիմա միկրոֆոնին խոսա փող են անվանում, բայց ինձ խնդրում եմ միկրոֆոն ասեք, որովհետև փողով խոսալ, ամեն մի խոսա փողել կարող է, իսկ ես իմ սրտի եղածն եմ ասում։ Հիմա շատ անկապ, անշնոր եւ անշնորհ միկրոֆոններ են արտադրում։ Մեզ էլ ձեռք են առնում, ասում են, ձեզ շան նման կապել են, դուք էլ ուրախ եք, հա? Հա, մենք կապված ենք։ Բայց ինչի հետ։ Մեր հայրենիքի, մեր հողի, մեր ուսիլիցելի հետ։ Եթե ուզենամ, ես ես լարը կարամ կրծեմ ու փախնեմ, բայց ուր։ Ուր պիտի փախնեմ։ Համալ ես այնտեղ ինչ եմ անելու, ոչ լեզու գիտեմ, ոչ էլ կոմպյուտեր։ Միկրոֆոնի համար ամենակարևորը, որ երգիչը նորմալ մարդ լինի։ Պավարոցին ինձնով է երգիչ դառել։ Էլ չեմ հեռու գնում, Լուսի Քոշյան, Արաքսիա Գուլզյաձյան։ Ես որ չլինեի, Նորայր Մնացականյան ընդհանրապես չէր երգում։ Թե չկան հիմա երգիչ երգչուհիներ։ Գլխիս են կտացնում, փչում են, բերանն են մցնում, թևի տակ են դնում։ Ասում են շուտով են Բարիս Մայիսեևն է գալու։ Եթե ես եմ ընկնելու դրա ձեռը, պետք է խնդրեմ, որ համերգի օրը գուպկես անեն տեղը ռեզին քաշեն։ Մարդ ես էլի, 1000 մի հիվանդություն կա։ Այդ առումով մեր երգիչներ ավելի հաջող են։ Բայց այստեղ էլ ուրիշ հարցեր կան։ Այն որ մի աղջիկ էր երգում, կասետը դրեց մագնիտոֆոնի մեջ, միացրեց, բեմում վազեցեց կոմ, վազեցեն կոմ, վազեցեց կոմ, վազեցեն կոմ։ Թրվռած։ Բերանը բացեց, փակեց, մի հատ նմուշի համար է, մի հատ ձեն չանեց, մի հատ։ Ու գնաց։ Արե ժողովուրդն էլ հոծապ չէր տալիս, հոծապ չէր տալիս, մի կոտորում էին իրանց, երևի մագնիտոֆոնին էին ծափահարում։ Ես էլ մեխի գլխի պես մի ժամ բեմում ցծված էի։ Հետեր է, լավ չէր դրա տեղը գնայի հարսանիք գոնե 2 կոպեկ փող կաշխատեի։ Վրաս ինչ գույնի պամադա ասես կա։ Մենք էլ միկրոֆոն ենք, չէ՞։ Դա տեսել եք ոնց են մեզ բռնում 3 մատով, 2 մատով, մի մատով, բա որ ձեռքից գցում են, վայ մամա ջան։ Հենց հիմա 3 տեղից կոտրված կունեմ։ Մի հատ մխիկի մոտ պետք է գնամ։ Բայց թաթան, լավ երգիչ է, շատ եմ հավանում, շատ եմ սիրում, բայց լսել, հետ աշխատել չի լինում։ 10 րոպե հետո գլուխս ֆռռում է, սիրտս սկսում է խառնել։ Ոչ երանի դրա վարսավիրին, դրան թրաշել կլինի։ 1000 անգամ եմ ասել, թաթա ջան, ախպեր ջան, քո գլուխը չես խղճում, գոնե մեր գլուխը խղճա, ես քո գլուխը չունեմ։ Ինչ ասեմ, բեմական գործերից բացի ժամանակ առ ժամանակ պետական հերթապահության ենք գնում։ Օրինակի համար ես ազգային ժողովում եմ աշխատում, անունս 4-րդ է։ Վատ գործ չի, բայց Աստված չանի, անունը չեմ ուզում տամ, Աստված չանի, որ այդ պատգամավորի ձեռն եմ ընկնում։ Համ գոռալով է խոսում, համ շատ դեպքերում անիմաստ։ Ես որ տարիքս առած միկրոֆոն եմ, բան չեմ հասկանում։ Այս խեղ ժողովուրդը որտեղից պիտի հասկանա, այ մարդ։ Այդ որ ասում են ինքը ազգի բոլորին թուքումուր անում է, դու այդ չէ, բոլորին չէ, ժողովուրդ ջան, այդ ինձ է թուքումուր անում, ինձ։ Դե մուրը կարող է մի քիչ չափազանցություններ, բայց այն մեկը հաստատ է։ Ճիշտ է, ես էլ մեղք ունեմ, 88-ի միտինգների ժամանակ ես էլ էի այնտեղ։
ու թող ոչ ոք չասի, որ ընտեղ չէր։ Բոլորն էլ ընտեղ էին։ Այնքան եմ սրա նրա ոտքի տակ ընկել, այնքան են տրորել ինձ։ Դո ես հələ հեչ, բայց հետիս աշխատող ուսիլից էլ է։ Նա էլ որ տեսավ, թե մի քանի տարի հետո ինչ եղավ, չդիմացավ ու խփնվեց։ Վարպետը ասեց լարումի տատանումներից է, բայց ես հաստատ գիտեմ, որ այդ խղճի տատանումներից է։ Այդպես որ մեր գործը շատ վտանգավոր ու ծանր գործ է։ Միայն թե մի ուրախություն ունենք, երբ որ գնում ենք այդ մամլո ասուլիսների, միկրոֆոններով հավաքում ենք իրար գլուխ, ասում, խոսում, բամբասում ենք։ Հարգելի սերունդներ, ես արդեն հին միկրոֆոն եմ։ Չնայած միկրոֆոնի տարիքը չեն հարցնում, բայց այսօր թաքցնել չեմ կարող։ Տարիքս 80-ը, աշխատանքային գործունեությունս 50։ Ականջս արդեն լավ չի լսում։ Ցենս մեկ-մեկ կտրվում է։ Եկել է օրը իմ վերջին խոսքը ասելու։ Ես ոչ մի հարստություն չունեմ ու ոչինչ չեմ կարող կտակել, բայց ունեմ մեծ փորձ, վերջի բոլորին լսել եմ, բոլորից ինչ ասես լսել եմ։ Այսօր ես եմ ուզում մի քանի բան ասել ու թողնել ձեզ իմ պատվիրանները։ Ահա դրանք։ Եթե նույնիսկ էխոն միացրած է, ուրիշի սխալները մի կրկնի։ Պլյուսով երկող երկիչ երկչույներին միշտ մինուս մաղթի։ Երկչու ֆալշերը մեջդ պահի մի արտահայտվի։ Ստադիոնում աշխատելիս դինամիկդ մի ճղվի։ Եթե հարսանիքից ժամանակ թամադան կենաց ասելուց հետո քեզ արաղի բաժակի մեջ է դնում, մի նեղվի, դա էլ կյանքի մի էտապ է։ Իզոլյացիոն լենթով կապրտած միկրոֆոնին ձեռք մի առ։ Եթե խորհրդարանում քեզ ժամանակից շուտ անջատում են, մեղքը քոնը չի։ Դիստանցիոն միկրոֆոններից միշտ դիստանցիա պահի։ Եվ եթե հայ երգիչը մուղամ է երգում, մուղամով զվուկը տանջատի։ Այդ սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորին մեր տոնի արդիվ եւ ավարտում իմ ուղերձը։ Միշտ ձեր վետերան շնորհով միկրոֆոն։ Սիրելի բարեկամներ, բայց կատակ ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք մենք մեր վետերաններին, որոնցից մենք շատ բաներ սովորել ենք, շատ բաներ դեռ ունենք սովորելու, թող շնորհավոր լինի այսօր նրանց տոնը եւ եք մեր բարձր ու գեղեցիկ ծափարություններով մեր շնորհակալությունը հայտնենք մեր բոլոր վետերաններին։ Փառք ու պատիվ ձեզ։ Շնորհակալություն։